աշխարհ այն տիեզերք, որի մեջ ես կրում եմ, մի նկարի մեջ դա տեսանելի է։ Այդ մի նկար կդնեի եւ կտեսնեին թե ես ով եմ։ Սովորական մի մարդ արած, որ եկել է երկիր մոլորակ, գրքի գեղեցիկը եւ հիանա գեղեցիկով։ Գնահատելը, սիրելը, ծննդաբերությունը, գեղեցիկի առաջ խոնարհվելը, հա, ոչ մի բան չի փոխվել։ Փոխվել է ճարտարապետությունը, հա, այս տեխնիկան։ Բայց մարդ արած էլի ծառայում է գեղեցիկին, մարդ արած էլի ագահ, մարդ արած էլի խաբեբայ, մարդ արած անկեղծ, մարդ արած ստեղծագործող, ինքը մարդ արածը ծայրահեղ է, ոչ մի բան չի փոխվել, վերաբերմունքն է փոխվել, այդ ամենի նկատմամբ, չնկատելը, անտարբեր լինելը, գիտեք, ամենավախը, ամենամեղքը ես կասեի անտարբերությունն է, երբ որ տեսնում ես գեղեցկուհու կամ մի գեղեցիկ, հա, մարդը գործ է անում կամ շարժում անում եւ չենք նկատում եւ չենք ծափարում։ Մենք սովորական ենք ընդունում ամենից ցավոք սրտի։ Սովորական ենք ընդունում արևը, լուսինը, քամին, անձրևը, ձյունը, մեզ մա սովորական է դառել, բայց դա ինքը անսովոր է։ Մենք ուզում ենք որ տեսնենք արարում, հա, բայց սա արարում չի։ Տեսեք ծաղիկները ծաղկել են, 4 մի հատ ճյուղ էր մեզ թվացյալ, հա, հիմա ծաղիկ է տվել, շուտով բերք է լինելու։ Ոնց։ Չենք զարմանում։ Սովորական բան է դառել, չենք գնահատում։ Հենց գնահատենք մենք, գիտեք, երկիր մոլորակում կեղնի խաղաղություն։ Արվեստը ոչ բոլորի հիմա է տրված։ Ինչի պետք է ինքը նկար գնի, եթե դրա կարիքը չունի։ Ինքը դրա պետք է սով լինի այդ մեջ։ Պետք է ինքը գնահատի դա, հասկանա թե ինքը ինչ է ուզում, դրան գա։ Այսօր արդյոք հեշտ է վերցնել մարդ իր մարմինը ու գնա Վագներ լսի։ Իսկ Ռաբիզը ինքը գիտեք ոչ թե ես իրան ցածրացնում եմ կամ բարձրացնում, դա մասին խոսքը չի։ Ռաբիզը հասանելի է, բայց ես վստահ եմ, որ կգա այդ օրը, որ մենք էլի պետք է հետ վերադառնանք դեպի արվեստ, քանի որ չենք ծնվել այստեղ քանդելու, սպանելու, ջարդելու, հասկանում եք, քանի որ երկիր մոլորակը ինքը ադամանդի պես մի բան է, որ մեզ տրված է։ Եվ ասලා դուք եք թագավորես երկրի, ապրեք, վայելեք։ Իսկ մենք ոնց որ մուրճը բունած ու sense քանդում ենք, ջարդում ենք, չենք հասկանում ինչ ենք անում։ Ա չենք ուրախանում, չենք տիրապետում այս ամենին, ա չենք խենթանում, չենք սիրահարվում։ Այդ ամենը անհատների վրա է դրված։ Անում են անհատները, որոնք սիրում են արվեստը, որոնք չեն կարողանալ արվեստ ապրել եւ գնահատում են արվեստը իրենց համար, ոչ թե մեզ համար։ Իրենց համար, իրանք չեն կարողանալ դրա։ Իսկ եթե ասու կամոք մի գեղեցիկ օր սա ծրագիր եղնի պետականորեն, օրինակ մեր թեկուզ արտաքին գործերի նշանակություն չունի, մեծ ինչ որ առաջի դեմքի մոտ մարդական է, հա, ասենք Անգլիայի պրեզիդենտը ով է, կարևոր չի։ Վերցնի գնա մի հատ նկարիչի մոտ, ինչի՞ չէ Աստվածի, ինչ գեղեցիկ է։ Ոչ թե սա նկարիչի հիմա է լավ, այլ իր համար, որ ինքը ապրում է արվեստով, որ ինքը գնահատում է իր ոչ թե քաղաքացուն, այլ այն անձնավորությանը, որ զբաղվում է մշակույթով եւ մշակույթը ներկայացնում, ասի սա է իմ ազգի զավակը, սա եմ ես, այս մարդը ես եմ, սա իմ պետությունն է, այս մարդը իմ պետությունն է։ Ուրեմն պետությունը պետք է ոչ թե կողքը լինի նկարիչների միություն, որ իրար հետ գնան անեն։ Եվ պատկերացրեք, որ Հայաստանը ներկայացնում է Լուվրում այսօրվա դրությամբ, հա, կերպարվեստը։ Թեկուզ, չգիտեմ, մեկ ուրիշ բան կարևոր չի կերպարվեստը։ Ինչ ուզում է լինի։ Փայտը, հա, ես եմ քարը, քանդակը, գիրքը, խոսքը մարդու ներկայացնեն, ասեն, այսա հայ է։ Այսօրվա դրությամբ մենք ունենք եւ Անգլիայում, եւ Ֆրանսիայում, եւ Ամերիկայում, եւ Ռուսաստանում ուրախանում եմ իրանցով, գիտեք իրանց հաջողություններով այդ մեծահարուստների։ Արդյոք ինչ որ Երևանից կամ Թիֆլիսից կամ Կանադայից մի նկարիչի աշխատանքներ վերցրել են եւ ասել են մենք օրինակ Նյու Յորքում քո ցուցահանդես անում ենք եւ չենք ուզում ոչինչ։ Թող աշխարհը քեզնով մեզ ճանաչի։ Արել ենք։ Չէ։ Բայց չեմ ուզում։